Գերմանիայի Դաշնային Հանրապետության մեծարգո նախագահ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայեր, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք եւ պարոնայք։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Դաշնային նախագահ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերին, Գերմանիայի Դաշնային նախագահի Հայաստան առաջին պաշտոնական այցի կապակցությամբ։ Ձեր այս այցը Հայաստան եւս մեկ ապացույց է ինչպես երկու ժողովուրդների բարեկամության, այնպես էլ Հայաստան-Գերմանիա համագործակցության կարևորության հավաստման համատեքստում։ Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկելու տարբեր բնագավառներում հայ-գերմանական ներկա համագործակցության առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել փոխադարձ համագործակցության հեռանկարային այլ ուղղություններ։ Հանդիպմանն անդրադարձ կատարեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք առանցքային հարցերի։ Քննարկեցինք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։ Գոհունակությամբ արձանագրել ենք, որ Գերմանիայի Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, առաջինը Եվրոպական միության երկրների շարքում։ Բարձր են գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին, խթանելու կայուն տնտեսական եւ սոցիալական զարգացումը բազմաթիվ առաջնահերթ ոլորտներում, ներառյալ կրթությունը, վերականգնվող էներգիան, ենթակառուցվածքները։ Երախտագիտություն եմ հայտնել նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին Գերմանիայի երկարամյա աջակցության համար։ Քննարկեցինք նաև Հայաստանի խորացող գործընկերությունը Եվրոպական միության հետ, այս համատեքստում ընդգծելով Գերմանիայի դերի կարևորությունը։ Անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի, շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավահասարության սկզբունքների հարգման վրա։ Կարևորել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղված ջանքերին Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերած հետեւողական աջակցությունը։ Գործընկերությունս եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը եւ այս համատեքստում խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Ամփոփելով խոսքս կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել խորը եւ բովանդակալից քննարկման, ինչպես նաեւ Հայաստանի հետ Գերմանիայի բարեկամության ամրապնդման ձեր աջակցության համար։ Շնորհակալություն։ Մեծարգո պարոնախագահ, հարգելի գործընկեր, թույլ տվեք գերմանական պատվիրակության անունից սրտանց շնորհակալություն հայտնել ընդունելության համար, բայց ոչ միայն ընդունելության, այլ նաև մի հավակնոտ ծրագրի համար, որը կազմել ենք մեր պատվիրակության այցի համար 2 օրերի ընթացքում, որը այնքան խիտ է, որ մեր շունչը ազիվ ենք պահելու։ Ինքս շատ ուրախ եմ վերադառնալ մի երկիր, որ այցելել եմ որպես արտգործնախարար, բայց այժմ առաջին Գերմանիայի նախագահի այցն է Հայաստան, եւ կարծում եմ, որ ժամանակն էր այս այցի համար։ Ինձ տպավորում է մեր երկկողմ հարաբերությունների զարգացումը վերջին տարիների ընթացքում։ Մենք տեսնում ենք փոխադարձ այցեր, բարձրակարգ, բարձրաստիճան բանակցություններ, քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, բայց նաև հասարակության ներկայացուցիչների միջև մենք խոսում ենք գաղափարների, գործընկերության մասին եւ հենց նոր տեսանք ինչպես Լայպցիգ քաղաքը եւ Երևանը մշակութային տարի հիմնեցին, մեկնարկեցին, որը հուսով ենք, որ մի աղբյուր, եւս մեկ աղբյուր կլինի երկու քաղաքների համար առաջիկա տարիներին։ Տպավորիչ է նաեւ գիտության ոլորտում մեր համագործակցությունը գրեթե 50 գերմանահայկական բուհական համագործակցություններ եւ կարծում եմ մենք ինչպես նշեցինք մեր հանդիպման ընթացքում այս սերտ համագործակցությունից շահում են հատկապես մարդիկ, մեր երկրների մարդիկ եւ պետք է գոհունակ լինենք
որպեսզի որ զարգացնում ենք այս խիտ ցանցը մեր երկու երկրների միջև։ Բայց մենք ոչ միայն ներկային ենք նայում, այլ նաև այն ներուժին, որն առկա է մեր ապագայի համար, եւ ես կարծում եմ, որ մեր հարաբերություններում, երկու երկրների հարաբերություններում շատ դրական զարգացումներ ունենք առջևում, որը սկսվում է մշակութային համագործակցությամբ, դեռևս այս տարի հավանաբար կհիմնադրենք լիարժեք գյոթե ինստիտուտ նոր ուրեմն շենքում, շինությունում, Երևանում կկարողանանք բացել այդ հաստատությունը։ Գերմանիան եւ Հայաստանը կսկսեն այս տարի նաեւ զարգացման ոլորտում համագործակցության նոր ծրագրեր որոշեն։ Հայաստանի համար Եվրամիությունը կարևորագույն առևտրային գործընկերներից է Եվրամիության մեջ Գերմանիան եւ մենք ցանկանում ենք շարունակել այս համագործակցությունը եւ Հայաստանի համար դա շատ կարևոր կլինի տնտեսապես եւ երկու երկրները կմասնակցեն նաեւ COP17 կենսաբազմազանության գագաթի ժողովին, որտեղ Հայաստանում կհամագործակցենք նաեւ այստեղ։ Գերմանիան շատ ուրախ ենք Հայաստանի հետաքրքրվածությամբ, Եվրամիության, Եվրոպայի նկատմամբ եւ գիտենք, որ շատ մեծ համարձակություն է պահանջակցում երկար հազարամյա, ուրեմն երկար տարիներ այս կախվածությունները հաղթահարելու, վերակողմնորոշվելու, անվտանգության, տնտեսական կապվածությունների ոլորտում այս կապվածությունները հաղթահարելու եւ բայց նաեւ անցած տարիների արտահայտությունները հաղթահարելու համար շատ դժվար է։ Եվ մենք հուսով ենք, որ Հայաստանը կհաջողի այս ճանապարհով եւ ուրախ ենք, որ Եվրամիության մեջ շատ հնարավորություններ կան նման աջակցության համար գերմանական կողմից, որպեսզի Հայաստանը մերձենա եւ այդ հնարավորությունների մասին հանրապետական նախագահ մենք խոսեցինք եւ մենք նախկինում արել ենք դա այժմ էլ բայց նաեւ դա արել ենք Եվրամիության դիտորդական առաքելության ուրեմն ստեղծման ուղղությամբ, որպեսզի Հայաստանի սահմաններն ավելի ապահով դառնան եւ դա շատ տպավորիչ եւ քաջալերող է Հայաստանում լսել, թե ինչպիսի դեր ունի այդ քաղաքացիական դիտորդական առավելությունը Եվրամիությունից հատկապես սահմանային համայնքներում բնակվող բնակիչների համար առաքելության ներկայությունը լրացուցիչ ապահովության զգացում է ստեղծում եւ վաղը առիթ կունենամ այդ երկուսի անունից շնորհակալություն կհայտնեմ առաքելության անդամներից։ Իհարկե խաղաղության գործընթացը մեր հանդիպման ընթացքում նաև կարևոր դեր է կատարել Հայաստանի եւ իր հարևան Ադրբեջանի միջև վարվող խաղաղության բանակցությունները, որոնք մարդկանց համար այստեղ շատ կարևոր նշանակություն ունեն Գերմանիայում եւ Եվրոպայում շատ մեծ հետաքրքրություն ունենք, որպեսզի կայունություն տիրի այս տարածաշրջանում Հարավային Կովկասում։ Մենք կարող ենք նախագահ ասել, որ վերջին շաբաթների եւ ամիսների ընթացքում այստեղ առաջընթաց է գրանցվել, որը տպավորիչ է։ Ես երկու կողմերին շնորհավորում եմ համաձայնության համար, մարտին արդեն համաձայնեցված հաստատուղթ, որոնք քաղաքական ղեկավարների աշխատանքի արդյունքն է, որը կարող է ճանապարհ բացել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար, բայց դեռևս չենք հասել վերջնակետին եւ դրա համար էլ ասում եմ, որ ցանկալի է, որ երկու կողմերը օգտագործեն այս պատեհ ժամը, որպեսզի երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում։ Դա նշանակում է նաեւ, որ մենք պետք է սպասենք, որ այս պայմանագիրը ժամանակին եւ շուտապույտ ստորագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Ես կարծում եմ, պարոն նախագահ, դուք Հայաստանում եւ Ադրբեջանում այս տարածաշրջանում երկարաժամկետ ռազմական դիմակայությունից հետո երկար ճանապարհ եք անցել դժվարին եւ սա քաղաքականության, քաղաքական գործիչների վեսնել մարդկանց պետք է ցանկանալ, որ այս բանակցությունների ճանապարհը իր հանգրվանին հասնի եւ խաղաղություն ստեղծվի եւ
կայունություն հաստատվի ի վերջո։ Մենք այստեղ շարունակելու ենք այդ մասին խոսել, նաև վաղը չէ մյուս օրը Բաքվում մեր մյուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ խոսել ենք այս մասին։ Ես մեկ անգամ բան նախագահ շնորհակալություն ձեր ընդունության համար եւ խորաթափանց խորը բանակցությունների հանդիպման համար։ Barıştins, vielen Dank, dass ich fragen darf. Բարդես, շնորհակալություն հարցի նայության համար, Լևոն Շպիգելից։ Առաջին հարցս Հայաստանի Հանրապետության նախագահին, մենք խոսեցինք խաղաղության համաձայնագրից, հետաքրքիր էր, քանի որ Հայաստանում որոշակի վերապահություններ եւ թերավատություն կա, ինչքանով է լուրջ տրամադրված ադրբեջանական կողմը այս համաձայնագրի հետ կապված, ինչքանով եք դուք լավատես, որ այս եւ հուսով եք, որ ժամանակին շուտապույտ կստորագրվի եւ այն կիրագործվի։ Պարոն Շահինարից կուզենամ իմանալ, ինչ եք դուք սպասում Հայաստանից միգուցե, որ դեզի դա տեղի ունենա, որը ինչ-որ ձևակերպեցիք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք հետևողական ենք մեր աշխատանքում խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված։ Մենք ունենք խնդիր խաղաղություն հաստատել տարածաշրջանում եւ կոնկրետ Ադրբեջանի հետ եւ այդ նպատակի հասնելու համար կոնկրետ աշխատանքներ ենք մենք անում։ Այն դժվարությունները, որոնք կան եւ կլինեն, մենք գտնում ենք, որ դրանք հաղթահարելի են եւ ցանկացած հարց կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել։ Պատերազմի ժամանակ ավարտվել է, հակամարտության ժամանակ ավարտվել է։ Հարավային Կովկասը մեր տարածաշրջանը այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմելու։ Պատկերացրեք 1980, կարելի ասել 8 թվականից, իսկ ավելի լայնամասշտաբ 1991 թվականից մենք պատերազմական վիճակում ենք։ Ես չեմ ասում մեր տարածաշրջանի մյուս հակամարտությունները։ Եվ այս առումով է, որ մենք հետևողական ենք եւ լավատեսությունը, գիտեք, հիմնվում է իրատեսության վրա։ Մենք իրատեսենք եւ անում ենք քայլեր, որոնք ոչ թե հեռացնում են մեր մոտեցումները, այլ ընդհակառակը մոտեցնում են իրար։ Եվ մենք շարունակելու ենք այս նույն ոճով եւ նաեւ վստահ ենք, որ կգա այդ օրը, որովհետեւ շատերը չէին սպասում, որ այդ համաձայնագրի շրջանակներում առարկություններ, որոնք կային, կհանվեին, բայց մարտին պարզվեց, որ դա հնարավոր է։ Մենք ունենք հիմա սեղանին դրված պատրաստի փաստաթուղթ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ինչ վերաբերում է ինձ ուղղված հարցին, որպեսզի ավելի մեծ համատեքստում հասկանանք այս հարցը, մենք տետապետ հանդիպան ժամանակ մեր կարծիքները փոխանակեցինք, որ վերջին տարիների ընթացքում ամեն տարի հակամարտությունները շատացել են ամբողջ աշխարհում, ավելի դժվար է դառնում ճգնաժամային կառավարումը արդյունավետ կերպով եւ դրանով իսկ բայց ավելի կարևորվում, որ հակամարտության մեջ որը ռազմական լուծում է ստացել, որի դեպքում կա խաղաղության համաձայնագիր կատարել վերջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը եւ իրագործմանը։ Հետո դուք ինձ հարցնում եք հայկական դիրքորոշման հետ կապված, իսկ կարծում եմ բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական է դրսևորել եւ որ մեր այս այցը նախապատրաստում դեռևս կային բացարձեր եւ այժմ դրանք չկան այդ խաղաղության համաձայնագրի համար այժմ այլևս ոչինչ չի խանգարում որպեսզի այն ստորագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Դառումով Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն եւ այժմ Ադրբեջանի կողմում
պետք է ուրեմն բոլոր հնարավոր հերավատությունը վերացնել եւ մարդիկ այս տարածաշրջանում սպառնում են, որ երկար ժամյա համակամարտությունից հետո հակամարտությունը դադարի եւ տնտեսական զարգացումն էլ կախված կլինի քաղաքական կայունությունից եւ այդ առումով շատ լավ հիմքեր, որպեսզի կարող ասել, որ Հայաստանը համար հեշտ չի եղել ավարտել եւ հանգուցալուծման հանգեցրել։ Կան շատ երկրներ օրինակ վերցնել այսպիսի ուրեմն գործընթացից, որպեսզի կարող է իր հանգրվանին հասնել։ Deutsche Welle, Roman Goncharenko. Ich habe eine Frage, die betrifft die Zusammenarbeit zwischen Armenien. Roman Goncharenko, Deutsche Welle, վերաբերում է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի հարաբերության նախագահին, ինչպես է տեսնում հեռանկարները, ինչպիսին է շարունակություն լինելու, Հայաստանը խորհրդարանը ընդունել ԵՄ գործընթացի մեկնարկի մասին խորհրդագիր եւ ինչպես է լինելու շարունակությունը։ Արդյոք Հայաստանը այնպիսի ճանապարհով է գնալու, ինչպես Ուկրաինան, Մոլդավան, որոնք ասոցիացման համաձայնագիր են ստորագրել որպես միջանկյալ փուլ եւ հարցս դաշնային նախագահին, ինչպես եք դուք տեսնում այս Եվրամիության ինտեգրման հնարավորությունները, որտեղ են խոչընդոտները, ինչ կարող է Գերմանիան անել, ուրեմն վիզաների ազատականացման հարցում Հայաստանին ինչպես կարող օգնել։ Ինչ վերաբերում է Հայաստանի մերձեցմանը Եվրամիությանը, արդեն մեկնարկային իմ խոսքում ասացի, որ հարգանքով են վերաբերվում, համարձակ քայլին, որ Հայաստանում որոշում է կայացվել, այդ ուղղությամբ հետաքրքրությունը ցույց է դրվել եւ ստեղ կա բարեփոխումներին ուղղված շատ մեծ աշխատանք կատարելու մենք խոսել ենք նաև ռեֆորմների անհրաժեշտության մասին եւ ես այնպեսի տպավորություն ունեմ, որ մարդիկ շատ իրատեսական պատկերացում ունեն այն երկարության մասին այս ճանապարհի, Հայաստանում կա այդ պատկերացումը եւ չպետք է թերավության հայտնենք թե ինչ է հնարավոր այս հարցում, դուք խոսեցիք Գերմանիայի աջակցության մասին, պարոն նախագահ Հայաստանը շատ կալ է, նաև Գերմանիայի աջակցության արդարադատական, ուրեմն արտադրության համակարգի բարեփոխումների հարցում Եվրամիության հետ հարաբերությունները ոչ միայն ասոցիացման համաձայնագիր է նախատեսվում, այլ գործընկերության օրակարգ այսպես կոչված, ես տեղեկացված եմ, որ բարձր ներկայացուցիչը արտաքին եւ անվտանգության քաղաքականության համար առաջիկայում Հայաստան այցելելու եւ բանակցություններ վարելու, հանդիպումներ ունենալու, այդ առումով տեսնենք թե ինչպիսին կլինեն այդ հանդիպումները եւ ինչպես կարող է այդ գործընկերության օրակարգը ձևակերպվել եւ ընդունվել եւ այդ առումով մերձեցման այս գործընթացին պետք չէ թերահավատությամբ վերաբերվել այդ գործընթացները օգտակար կլինեն Հայաստանի ենթակառուցվածքների եւ տնտեսության համար Դուք ճիշտ, այսինքն հիշեցիք մեկ անգամ եւս, որ անցյալ շաբաթ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ընդունեց օրենքը Եվրոմիության մեկնարկի մասին։ Թեկուզ եւ Եվրոպական միության եւ Եվրոպական միության կառույցների եւ Եվրոպական միություն ներկայացնող երկրների հետ աշխատանքը նոր չի մեզ համար։ Մենք վաղուց ենք աշխատում եւ մինչեւ վերջերս սեպայի շրջանակներում մենք ունենք որոշակի պարտավորություններ, որոնք կատարում ենք եւ որի մասին բարբերաբար հանդիպումներում հաշվետվություններ է տրվում կամ տեղեկանում են մեր գործընկերները, թե Հայաստանը ինչքանով է իր ստանձնած պարտավորությունները կատարել եւ հիմա բանակցային գործընթացում է Եվրոպական միության հետ նոր համաձայնագրի ստորագրում, որը նաեւ կանխորոշի մեր հետագա անելիքները երկկողմանի, այն ինչ որ մենք պետք է անենք։ Մենք հասկանում ենք, որ դեպի Եվրոմիության լիարժեք անդամակցությունը դա երկարաժամկետ ճանապարհ է եւ այդտեղ խնդիրը մեր օրակարգում այնպես չէ, որ հենց հիմա կամ վաղը
Իսկ նկատում ենք կոնկրետ բաղ մենք պետք է անդամակցենք Եվրոպական միությանը, որտեղ մենք տեսել ենք եւ այն երկրների փորձը, որոնք այդ ճանապարհը անցել են եւ քանի տարիներ են տևում եւ կան երկրներ, որոնք դեռևս սպասում են Եվրոպական միությանը անդամակցելու համար։ Այստեղ գիտեք որն է կարևորը։ Բովանդակությունը իր հերթին իհարկե կարևոր է, բայց այստեղ գաղափարական խնդիր կա։ Եթե դուք ծանոթանաք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որ ընդունվել է 1995 թվականին, մենք ինչ ենք ուզում, ազատ ժողովրդավարական երկիր լիներ, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը ընտրվելու, այսինքն մենք ժողովրդավարական ճանապարհով դեպի առաջ գնալու սկզբունքները ունեցող մարդիկ ենք եւ երկիր ենք։ Հիմա դա իրականություն դարձնելու ձևերից մեկը Եվրոպական միության անդամակցությունն է։ Սա ուղղակի ձև չի, սա մեր գաղափարական, մեր փիլիսոփայությունն է։ Եվ այն ընկալումները, որ կան դրա հետ կապված, տարբեր գնահատականներ այդ թվում նաև վախ առաջացնելու միտումներով պայմանավորված, մենք տեսել ենք, լսել ենք այդ ելույթները, այդ թվում նաև խորհրդարանում քննարկումների ժամանակ, բայց դրանք չունեն ընդհանուր ոչինչ այն ամեն ինչի հետ, ինչի հետ մենք որ ձգտում ենք։ Այսինքն լիներ ժողովրդավարական Եվրոպական միության անդամ։ Չեմ կարծում, որ Հայաստանում գտնեք մարդ, որը հակառակվի այս տեսակետի։ Եվ պատահական չի, որ 50,000 մարդ ստորագրել էր, որպեսզի խորհրդարանում այդ հարցը քննարկվեր, եւ կարող էր դա խորհրդարանում չքննարկվելու դեպքում հետագայում այլ ճակատագիր ունենար, այսինքն 300,000 մարդ պետք է ստորագրեր, որպեսզի համընդհանուր հանրաքվե անցկացվեր։ Բայց խորհրդարանում ներկայացվող քաղաքական մեծամասնությունը, որ այսօր ունի նաև պատասխանատվություն երկրի կառավարելու եւ առաջ տանելու, ինքը վերցրեց իր վրա այդ պատասխանատվությունը եւ ընդունեց օրենք։ Մեկնարկ։ Խոսքը մեկնարկի մասին է։ Երբ կավարտվի, ես չեմ կարող ասել եւ չեմ կարծում, որ այստեղ նստածներից կամ ընդհանրապես որևիցե մեկը կա, որ կարող է այդ հարցին պատասխանել։ Բայց որ մենք ունենք աջակցություն, կարիք, այդ թվում նաև Գերմանիայի Դաշնության միանշանակ է, այդ թվում Եվրոպական միության տարբեր անդամների միանշանակ է, այդ թվում նաև այսօր արդեն Եվրոպական միության անդամ կամ անդամության կարգավիճակ ունեցող երկրների փորձի դա էլ է միանշանակ։ Մենք ուզենք, որ այդ ամեն ինչը շատ ավելի հեշտ լինի, առանց ցնցումների, առանց դրացուցիչ խնդիրների մեր պետության, մեր հասարակության համար։ Եվ կարող եմ այսօր արձանագրել, որ մեր Եվրոպական միության գործընկերների մեջ այդ ընկալումը կա։ Եվ ամենակարևորը չկա պարտադրանք ոչ մի կողմից։ Կա ուղղակի ընկալում, հասկացվածություն, գործընկերություն։ Մենակ տեսեք, մենք խոսում ենք վիզաների ազատականացման մասին։ Շատերի մոտ երևի ցանկություն կա, որ հենց հիմա տան։ Բայց երբ որ սկսում ենք խորը ուսումնասիրել այդ գործընթացի մեջ, մենք հասկանում ենք, որ մենք մեր համակարգը պետական այդ թվում պատրաստ չեն դերևս դրան։ Եվ մենք աշխատում ենք շատ սերտ Եվրոպական միության մեր գործընկերների հետ եւ այդտեղ վստահ եմ կրնի առաջընթաց, այդտեղ մենք ունենք անելիքներ տեխնիկական, այդ թվում նաեւ այդ անելիքները կանենք եւ դրանից հետո Եվրոպական միության մեր գործընկերների որոշումն է, թե ինչպես այդ գործընթացը զարգացում կունենա։ Շնորհակալություն։ Շանթերստանգերություն Տիգրան Վակիմյան, հարցը ուղղում եմ Գերմանիայի նախագահին, պարոն նախագահ, վերջին տարիներին Գերմանիայի պետական թեմասնավորված ակտիվորեն քննարկում է արևելքը Եվրոպային կապող նոր տրանսպորտային ուղիների զարգացման գաղափարը, դրանց թվում է նաև միջին ու միջանցքի նախագիծը։ Ցանկանայինք իմանալ ձեր դիրքորոշումը այս տրանսպորտային ուղիներում Հարավային Կովկասի հնարավոր դերի մասին, այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը արդյոք հետաքրքրություն է ներկայացնում Գերմանիայում։ Այո, այս ամեն ինչը բոլոր գործոնները միմյանց հետ փոխկապակցված են, մենք պատվիրակություններով էլ խոսեցինք խաղաղության համաձայնագրի մասին, երբ դա այն վերացվի, ստորագրվի եւ իրագործվի այն գերաշխավորի մի կայուն իրավիճակ այս տարածաշրջանում, որը չի եղել տարիներ շարունակ, երբ որ խոսում ենք ենթակառուցվածքների զարգացման մասին, մեզ անհրաժեշտ է միջազգային ներդրողներ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել այդ ենթակառուցվածքների ստեղծման մեջ եւ այստեղ փոխադարձ կապ կա, ինչքան մեծ է կայունությունը այս տարածաշրջանում, այնքան ավելի
մեծ կլինի հավանականությունը այդպիսի ներդրողներ գտնելու, անկախ դրանից կարող եմ վստահեցնել, որ ոչ միայն մենք Գերմանիայում, այլ նաև ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունի, որպեսզի Հայաստանը այս հավակնոտ ծրագիրը, խաղաղության խաչմերուկ ծրագիրը հաջորդող տարիներին կարողանա զարգացնել, այն իրագործել, դրանով իսկ ստեղծվեն կոմունիկացիաներ, տրանսպորտային կապեր Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև և մերձենան այս ռեգիոնները, ճանապարհները կկարճանեն և այս ամենը փոխադարձաբար կապված է և ամեն ինչ իհարկե կապված է խաղաղության համաձայնագրի հետ և նրա հնարավոր շուտապույտ ստորագրման հետ։ Բարև ձեզ, Հանրապետության լրատվական գործակալություն Դավիթ Մանյան, հարցը սորված է երկու նախագահներին։ Դուք նշեցիք, որ բանակցությունների և քննարկումների ընթացքում տարբեր հարցեր եք քննարկել, խոսքս վերաբերում է տնտեսական բլոկին, գերմանական հարաբերություններին, ինչպես կգնահատեք ներկա մակարդակը տնտեսական ոլորտի զարգացվածության և ինչ հեռանկարներ կառաջնացնեք, որոնք կարող են ձեռնարկվել կողմերի կողմից ավելի խորացնելու և ընդլայնելու տնտեսական համագործակցությունը, մասնավորապես օրինակ էներգետիկ ոլորտում։ Շնորհակալություն։ Չէր կարող առանց այդ հարցի մեր քննարկումներում այդ հարցը տեղ չգտնել, որովհետև իրականում երբ որ նայում ենք պարզապես թվերին, Եվրոպական միության երկրներից առաջինն է Գերմանիայի հետ մեր տնտեսական ապրանքաշրջանառությունը արտաքին։ Եվ իրոք քննարկումների ժամանակ առանձնահատուկ դեր ունի հենց էներգետիկան եւ հատկապես նաեւ կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները։ Մենք դրա մասին մի բավականին մանրամասն քննարկումներ արեցինք, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերմանական KfW ֆինանսական կազմակերպության հետ հիմա քննարկվում է դեպի ավերշուտ է ծրագիրը արդեն կա դեպի Վրաստան նոր հոսքագծի կառուցման աշխատանքներում իրենք են ֆինանսավորում այդ աշխատանքները ավարտելու մասին։ Բայց ավելի լայն այսպես գաղափար ենք մենք քննարկել, խոսքը վերաբերում է ընդհանրապես հարավային տարածաշրջանից դեպի Եվրամիություն էլեկտրոէներգիայի արտահանման հնարավորությունները։ Գիտեք այդ Սևծովյան, Անդերծովյան կաբելի մասի բան, էլեկտրական մալուխի մասին եւ քննարկումների ժամանակ մեր այդ հարցն էլ օրակարգում այսպես դրվեց եւ կարծում եմ հետագայում նաեւ Գերմանիայի Դաշնության օգնության շնորհիվ Եվրոպական միության մեր գործընկերների նաեւ աջակցության շնորհիվ մենք կարող ենք մաս դառնալ, որովհետեւ այսօր արդեն Հայաստանի էներգո հաշվեկշռում կանաչ էներգիայի տեսակարար կշիռը մոտավորապես 40% եթե ոչ ավել։ Եթե մենք հիդրոն հաշվում ենք, ատոմակայանը հաշվում ենք, արևայինն հաշվում ենք, նույնիսկ մի քիչ ավելի կարելի ասել։ Եվ գնալով այդ տեսակարար կշիռը ավելանալու եւ ասեմ ձեզ, որ մենք նաեւ ավելցուկ էլեկտրոէներգիա ենք ունենալու եւ դա կարիք ունենք արտահանել։ Ինչ վերաբերում է այլ բնագավառներին, հիմնական մեր ցանկությունը նաեւ էս կարծում եմ առաջիկա միջկառավարական քննարկման առարկա կլինի բարձր տեխնոլոգիական բնագավառում համագործակցության մասին է խոսքը։ Քանի որ ինքը Եվրոպական միությունն է նաեւ վերանայում իր մոտեցումները իր տնտեսության զարգացման նաեւ առումով, այդ թվում նաեւ Գերմանիայի Դաշնությունը։ Մենք կարող ենք օգտվել այդ նոր հնարավորություններից եւ օգտագործել մեր հզորությունները, մեր հնարավորությունները, այդ թվում նաեւ բարձր տեխնոլոգիական բնագավառում Գերմանական Դաշնության գործընկերների հետ համագործակցելու առումով։ Այսքան։ Վերականգնող էներգակիրների ստեղծումը, զարգացումը ոչ միայն կլիմայի փոփոխությունների առումով է շատ կարևոր, բայց նաև հեղուկ ուրեմն բարելիքից ազատվելու, կախվածություններից փոքրացնելու առումով Հայաստանի համար այդ կարևոր է եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն այդ փոփոխությունը վաղուց սկսվել է եւ KfW գերմանական բանկը այս ոլորտում գործունեություն է ծավալում, բայց եթե մեկ քայլ առաջ ենք մտածում, ոչ միայն քամու եւ արևի էներգետիկան, այլ նաեւ ջրածնի էներգիան եւ ռեգեներատիվ էներգիաները կստեղծվեն շատ տարբեր տարածաշրջաններում,
Հայաստանից մի փոքր հեռու գտնվող տարածաշրջանում Ղազախստան, որտեղ բավական հավակնոտ ծրագրեր իրականացվում, մնում է այն մարտահրավերը, որ վերականգնվող հերվակիրների արտադրությունը նաև կարող է եւ պետք է փոխադրվի լուն հարություններն դեպի Եվրոպա եւ ըստ առումով մենք շնորհակալ ենք, որ էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման համար թվում նաև վերականգնող էներգակիրների փոխադրման համար այդպիսի կոմունիկացիաների անհրաժեշտությունը կլինի եւ եթե Հայաստանը վիճակի է իրեն տեսնում է, որ կարող է այդպիսի հետագործություններ ստեղծել, դա մենք շատ ողջունում ենք։ Շնորհակալություն։ Danke.